Ողջույն գործարարալիքի միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեզ կամ արդեն դիտում եք։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը առաջին խոսափողի մոտ Աննա Գրիգորյանն է, Change Consulting-ի հիմնադիր տնօրենը։ Աննա ջան, բարի օր։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, ինֆորմացիոն առիթ ունենք, բայց նախ եւ առաջ մինչեւ դրան մենք կհասնենք, թե ինչ է տեղի ունեցել վերջերս ձեր ընկերության կողմից կազմակերպված, նախ ուզում եմ, որ ձեր մասին պատմեք, որովհետեւ կարծես թե առիթ չի եղել այս տաղավարում ներկայացնեք ձեզ, ինչով եք զբաղվում, չնայած որ ձեր ընկերության մասին բազմաթիվ անգամներ լսել ենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոնիկա ջան նման հնարավորության համար, այսօր առիթ օգտագործելով ավելի մանրամասն խոսելու եւ իմ մասին եւ ընկերության մասին։ Նախ նշեմ, որ ինքս մոտ 17 տարի է բիզնես խորհրդատվական ոլորտում եմ, որտեղ եւ տրեյնինգներ ենք իրականացնում եւ խորհրդատվություն, եւ ինչու որոշեցինք հենց Change անունը դնել, այսպես ասած Change Consulting, որովհետեւ լինելով ոլորտում արդեն իմանալով ոլորտի այն բոլոր բացերը, հաշվի առնելով այն շուկայում եղած բաց հատվածները, մենք ինտեգրեցինք ընկերության մեջ եւ սկսեցինք մտածել այդ ուղղությամբ։ Ինչ արեցինք, հիմնականում իրականացնում ենք բացառիկ թեմաներով դասընթացներ եւ խորհրդատվություն։ Ուղղվածությունները հիմնականում change management-ի մասով, project management-ի մասով, մարդկային ռեսուրսների մասով եւ իհարկե ունենք նաեւ հատված, որտեղ որ իրականացնում ենք տարբեր պրոյեկտներ, հավաքագրում ենք պրոյեկտին համապատասխան մասնագետներ եւ կառավարում ենք այդ պրոյեկտը։ Ինչքան ժամանակ է ընկերությունը կա։ Ընկերությունը մոտավորապես 3+ տարի է, չնայած որ ասացի արդեն ոլորտում երկար տարիներ եմ, 3+ տարվա մեջ արդեն ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ շուկային ցույց տալի, որ իսկապես էքսկլյուզիվ ենք թեմաների մեջ։ Մեր էքսկլյուզիվ թեմաներից մեկն է change management թեման, նույնիսկ մենք տարածաշրջանում ենք այդ թեմայով բացառիկություն ունենք հատուկ դասընթաց, սերտիֆիկացված դասընթաց, որը Association Change Management Professional կառույցի կողմից է իրականացվում, Ամերիկայի կողմից եւ իրենց կողմից սերտիֆիկացված մասնագետը կարող է այդ դասընթացը տալ։ Մենք մասնագետին մասնագետներ են, չէ՞։ Կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ մասնագետներ, ում հրավիրում ենք դրսից, որպեսզի այդ թեմաները արդեն դրսի, փորձառությունը բերեն եւ շեյր անեն, եւ ունենք Հայաստանում մասնագետներ, բայց մասնագետներ են, ովքեր նորից միջազգային եւ կրթություն ունեն եւ փորձառություն ունեն։ Ուզում եմ մենեջմենթի մասին էլ խոսենք, հետո կգանք արդեն ձեր ծրագրերին անհատապես կանդրադառնանք։ Մենեջմենտ ասելով առհասարակ ինչ են հասկանում ընկերությունները, որտեվ կարծում եմ ընկալումը շատ տարբեր է, չէ՞։ Ինչից է դա սկսվում, ինչով է ավարտվում, ովքեր են ներգրաված այդ process-ի մեջ։ Կուզեմ մեզ մի փոքր ներկայացնեք ու հատկապես ձեր թիրախային խմբում ովքեր են։ Իրականում մենեջմենթը շատ լայն հասկացողություն է, ընկերության մենեջմենտ, պրոյեկտի կառավարում։ Մենք ավելի շատ, այսպես ասած, կենտրոնացած ենք պրոյեկտների եւ փոփոխությունների կառավարման մեջ եւ ինչպես է այդ փոփոխությունը տեղի ունենում ընկերության մեջ։ Ընդհանրապես ընկերության ներսում, երբ որ նոր համակարգ է ներդրվում, դա կլինի CRM, նոր տրանսֆորմացիոն, համակարգեր, այստեղ կարևոր է հասկանալ, որ ոչ թե փոփոխությունը տեղի ունենում այդ համակարգում, այլ մարդկանց բերել դեպի այդ փոփոխության ընկալմանը։ Երևի ամենաբարդը։ Այո, երևի ամենաբարդը եւ իհարկե կարողանալ մարդկանց մտածողության մեջ դնել, աշխատակիցների մտածողության մեջ դնել, թե ինչու է տեղի ունենում այդ փոփոխությունը։ Ընդհանրապես փոփոխության մեջ կան 3 ուղղվածություններ, 3 այսպես ասած սյուներ, որոնց պետք է ոսկե կանոններ, որոնց պետք է ընկերությունները ուշադրություն դարձնեն, լիդերները ուշադրություն դարձնեն։ Դա մեկը մարդիկ են, ովքեր դիմադրություն են անում եւ կառավարենք այդ դիմադրությունը։ Հաջորդը process-ներն են, թե ինչպես են այդ process-ները վերափոխվում, վերաձևավորվում եւ իհարկե այն գործիքներն են, որոնցով որ մենք պետք է այդ փոփոխությունները կառավարենք։ Այ հետաքրքիր է ընկերությունը երբ պիտի հասկանա, որ ինչ որ փոփոխության պիտի գնա կամ ընկերությունը կարիք ունի փոփոխությանը, որովհետև այսպես լճացման փուլեր են, չէ՞, շատ հաճախ լինում, ընկերությունները չեն հասկանում
խնդիրը, որտեղից է գալիս, որ գուցե ժամանակն է փոխելու ու արդյոք փոփոխություն ասելով մենք կարող ենք հասկանալ նաև օրինակ լոգոյի փոփոխությունը, չգիտեմ, անվան փոփոխությունը, ընդհանուր բովանդակային փոփոխությունը։ Փոփոխություն մենք կարող ենք տարբեր տեսանկյունից հասկանալ, սկսած լոգոյից մինչև աշխատակիցների փոփոխություն, եւ դրանք եւ ղեկավարության համար եւ աշխատակիցների համար ստրեսներ են, ստրեսներ են, որոնք որ գալիս են աշխատակիցներին։ Եվ այդ ժամանակ տեղի ունենում մի շարք process-ներ, որոնք որ ընկերությունները պետք է դրանց ուշադրություն դարձնեն։ Այսպես թե այնպես Կետերով կարող ենք գնալ մի քանի process փորձենք նկարագրել ամենաբարդերը ինչա տեղի ունենում։ Ամենաբարդը առաջինը ես արդեն նշեցի իհարկե, բայց հիմա նորից կնշեմ, ամենաբարդը երբ որ աշխատակիցները սկսում են դիմադրել։ Դա փոփոխության հիմնական մասն է, երբ դիմադրում են, մարդիկ, եւ այդ դիմադրությունների հետ կապված պետք է ղեկավարությունը համապատասխան աշխատանքներ տանի, որպիսի ցնցումային չլինի, անցնցում դա տեղի ունենա։ Ինչ կլինի առաջի փուլով, երբ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա, շատ սահուն ձևով պետք է աշխատակիցները տեղեկանան, որ ընկերությունում տեղի ունենալու նմանատիպ փոփոխություն, աշխատակիցը պետք է իմանա, որ իր պաշտոնը չի վերցվելու իր ձեռքից, նման միշտ մտավախություն, իհարկե մտավախություն կա, իմ հետ ինչ է կատարվելու, չէ՞, երբ որ դու գիտես որպես ղեկավարություն գիտես ինչ է լինելու, բայց դիմացինը չգիտի, արդեն սկսվում են այդ ընկերության խարխլման հատվածները, սկսում են պատերի միջանցքներում խոսել դրա մասին, իրար հետ խոսել, բայց երբ որ ղեկավարությունը հստակ քայլերով այդ իրականացնում են փուլերը, այդ ժամանակ արդեն ավելի հանգիստ է տեղի ունենում այդ բոլոր փոփոխությունը։ Մեկը հենց դա է, որ դիմադրության հետ է կապված, մյուսը արդեն նշեցի, որ ծրագիրը, որը պետքա տեղի ունենա, ինքը պետքա շատ մրցունակ լինի, փորձված լինի, շատ քննարկված լինի, որ արդյունքին իր արդյունքները գոհացնի ընկերությանը եւ աշխատակիցներին իհարկե երկկողմ, այսինքն այդ նպատակային փոփոխությունը իսկապես հասնի իր վերջնակետին, իր ռազմավարական քայլերին, իսկ երրորդը արդեն թե ինչ թուլեր են օգտագործվում, AI կլինի, թե այլ գործիքներ, որոնք որ պետք է համապատասխանեցնեն ընկերության նպատակներին եւ ռազմավարությանը համապատասխան։ Ձեզ դիմում են հաճախ, որովհետեւ ուզում են հասկանալ իրենց փոփոխություն պետք է, թե հստակ որոշումով են ձեզ հետ համագործակցում։ Ես դիմում են երկու տեսանկյունից էլ եւ արդեն երբ որ իրենք վերհանած են լինում իրենց խնդիրները եւ արդեն երբ որ չունեն պատասխան թե իրենց որ հատվածն է թույլ, մենք կարողանում ենք, ինչի պետք է գնան։ Օրինակ ունենում ենք տարբերակներ եւ երբ դասընթացների հետ է կապված լինում խնդիրը, չեն իմանում ընկերությունները թե որ կետից սկսել կամ այս պահին որն է ավելի ակտուալ, ինչ հարց կարող են լուծել, ունեն նպատակ, ունեն վերջնարդյունք, բայց ընթացքում թե ինչ գործողություններով պետք է հասնեն այդ նպատակին, իրենց մոտ հարցական է լինում։ Մենք երկու տարբերակով էլ կարողանում ենք ուղղորդում անել, գնահատում անել եւ համապատասխան լուծումները տրամադրել ընկերությանը։ Կան ընկերություններ, չէ, ովքեր հիմնված են մի քանի աշխատակցի վրա, այդպես հիմքը իրենք են կարծես թե ու տարիներով դա շարունակվում է, երբ ընկերությունը որոշում է աշխատակիցների փոփոխություն անել։ Նման դեպքերում ոնց է լինում առհասարակ այդ աշխատակիցներին հեռացնելը կամ իրենց կամքով նոր աշխատանքի փնտրտուքով գուցե հեռանալը ինչ ազդեցություն կար ընկերության վրա ունենա։ Ընդհանրապես ասում են, որ աշխատակից փոխելը ընկերության վրա ավելի թանկ է նստում, քան աշխատակցին վերապատրաստել, վերապրոֆիլավորել եւ ընկերությունում շարունակել։ Վերջնական, երբ որ արդյունքի չեն հասնում աշխատակցի հետ, այդ ժամանակ միգուցե եւ փոխարինեն աշխատակցին այլ աշխատակցով, բայց այսպես ասած շատ բազմա պրոֆիլ աշխարհում հիմա մեզ հնարավորություն է տալիս շատ զարգանալու, շատ հնարավորություններ կան, որպեսզի աշխատակիցներին կարողանան վերապրոֆիլավորել տարբեր տեսանկյունից եւ soft skill-երի մասով եւ արդեն մասնագիտական ուղղվածությամբ։ Դուք այդ մասով ունեք դասընթացներ։ Իհարկե, մենք Change Consulting-ը բազմաթիվ լուծումներ է տալիս այս մասով։ Մենք եւ ընկերությունների
ներքին process-ների մասին ենք մտածում եւ նաեւ մյուս կողմից աշխատակիցների բարեկեցիկ լինելու մասին ենք մտածում, օրինակ վերջերս երևի թե տեղյակ եք ունեցանք շատ հետաքրքիր թեմայի շուրջ հանդիպում, այո, մենք սկզբում կարճ անդրադարձանք դրան, որը վերաբերում էր ընկերության աշխատակիցների բռնաութին։ Այս մասով կան հետազոտություններ, որ ընկերությունները հիմնականում 10,000 դրամի աշխատավարձի դիմաց մոտ 1.3%, 34%-ի անկում են ունենում, երբ աշխատակիցը բռնաութ եղած է լինում, այսինքն չեն կարողանում իրենց նպատակներին հասնել։ Այստեղ պետք է հասկանանք, որ աշխատակիցը ոչ թե ունի քնի պակաս, որ պետք է գնա քնի հանգստանա եւ այդ բռնաութը անցնի, ոչ, այստեղ կա խնդիր, որ չի կարողանում աշխատակիցը հիմնականում կենտրոնանալ աշխատանքի մեջ։ Դա երևում է նրա ցրվածությունից, դա երևում է իր ոչ ներգրավվածությունից աշխատանքում, process-ներում եւ ընդհանրապես իր համար միևնույնն է թե ընկերության ներսում ինչ է կատարվում։ Հնարավոր է կանխել այդ process-ը մինչև բռնաութին հասնելը։ Բռնաութին հասնելը, այո, մասնագետներն ասում են, որ կա 12 ֆազա մինչև ծայրաստիճան բռնաութի հասնելը, բայց այստեղ մենք այո առաջարկում ենք բռնաութի կանխարգելում գործարարների համար, լիդերների համար, ղեկավարների համար, ովքեր կկարողանան նախապես կանխարգելել եւ խնայել գումար ընկերության համար, նախապես հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները։ Այստեղ նաեւ պետք է նշեմ այն, որ միայն մեկ անգամ այդ process-ը իրականացնելով չէ, սա անընդհատ պարբերական, այո, գործողություն է, որ պետք է աշխատակիցներին ուշադրություն դարձնենք եւ հնարավորություն տանք, որ չլինեն այդ ծայրաստիճան բռնաութի վիճակում։ Աննայ մենք տարբեր փոփոխություններից խոսեցինք, հետաքրքիր է ամենաշատ դժվար փոփոխությունը, որ ընկերության համար կա ու Հայաստանի դեպքում հատկապես, որովհետև կարծում եմ տարբեր երկրներում մշակույթից կախված, չգիտեմ, մենթալիտետից կախված շատ տարբեր են։ Հայաստանում ինչպիսին է ու դրսից փորձը, երբ որ փորձում եք բերել Հայաստան, ինչ տարբերություններ կան։ Նախ շատ շնորհակալ եմ, որ այս հարցին էլ նաև անդրադարձաք։ Ինչպես ի սկզբանե նշեցի, մենք բացառիկություն ենք բերում Հայաստան, փոփոխություն ենք բերում Հայաստան եւ մեր փոփոխություններից մեկը այն է, այն բացառիկությունը, որ այժմ համագործակցում ենք Rome Business School-ի հետ, որը մեզ համար մեծ հնարավորություն է Հայաստանում ունենալու այն միջազգային փորձառությունը, բերելու այն միջազգային փորձառությունը եւ համատեղելու այստեղ տեղայնացնելու։ Առաջիկայում պլանավորում ենք իրենց հետ հանդիպում ունենալ ղեկավարների, հիմնականում նախատեսված է ընկերությունների C-level կատեգորիայի համար, այն անձանց համար, ովքեր որ ռազմավարական որոշումներ են կայացնում, միջին եւ բարձր օղակ են ներկայացնում, իրենց համար թեման այսպեսին է լինելու from strategy to result եւ հնարավորություն ենք ունենալու Rome Business School-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ անցկացնել այդ հետաքրքիր, այսպես ասած, դասընթացը կարելի ասել եւ իմիջիալոց on-line է լինելու Այ հարցից մյուս մասը մենթալիտետային տարբերություններ կնկատվեն այս դեպքում եւ ինչպիսին են փոփոխությունների դեպքում դրան էլ անդրադառնանք։ Ամեն դեպքում պետք է նշեմ, ճիշտ է, մենք դրսի փորձառությունը բերում ենք Հայաստան, բայց նաեւ ունենք Հայաստանում մասնագետներ, ովքեր որ այդ բալանսը պահում են եւ վերջերս էլ եւս մեկ օրինակ ունեցանք, առաջարկ ունեցանք դրսի ընկերության հետ համագործակցելու եւ մենք նաեւ մեր ներսի մասնագետին ներգրավեցինք, որպեսզի կարողանանք այդ բալանսը պահել։ Բայց իհարկե պետք է ուրախությամբ նշել, որ մեր հասարակությունը, մեր ղեկավարները շատ բաց են նորությունները ընդունելու եւ կիրառելու այն դրսի փորձառությունը եւ բերելու համատեղելու մեր հայաստանյան, իրականության մեջ։ Այ ես հաճախ եմ լսում, քանի որ մենք բիզնես ալիք ենք, շատ տարբեր մարդիկ պատմում են, որ ընկերություններ կան, ովքեր դեռևս մտածում են, որ տնօրենը կամ հիմնադիրը մտածում է, որ ինքն է բոլոր process-ների համակարգողը, կառավարողը եւ այդ ավանդական մեթոդներից չի փորձում հրաժարվել եւ ցանկություն էլ չկա։ Մենք այդ իմաստով արդյոք փոփոխություններ ունենք այսօր թե ոչ, նաեւ արհեստական բանականությունը մեզ որքանով է փոփոխության տարել։
Իրախություն մեծ, ես կարծում եմ այդ տենդենսը կա դեպի այդ փոփոխությունների գնալու, որովհետև եթե ես հիշեմ 17 տարի առաջ, երբ ինքս նոր սկսում էի քայլեր անել այս ոլորտում, ինչքան դիմադրություն կար, հա, նորությունները ընդունելու, իսկ հիմա մենք ունենում ենք այնպիսի հաճախորդներ, այնպիսի кейսեր, տարբերակներ, որ հենց իրենք են գալիս դրան, որ իրենց ընկերությանը արդեն իսկ հարկավոր են պրոցեսներ ունենալու եւ ոչ թե իրենք կենտրոնանում են միայն ղեկավարի որոշումների վրա, այլ արդեն ունենում են համապատասխան պրոցեսներ, որոնցով կարողանում են կառավարել։ Ու այստեղ հիմնականում կառավարման մեջ էլ մենեջմենթի մեջ էլ կան պրոցեսներ ընկերությունների, ասում են ընկերությունը ամուր է այն ժամանակ, երբ ունենում է պրոցեսներ, որտեղ եթե աշխատակիցը փոխվեց եւ պրոցեսը կա, նոր աշխատակիցը եկավ, ինչքան որ ամուր եղավ այդ համակարգը ներդրված, նոր աշխատակիցը ավելի շուտ կինտեգրվի այդ աշխատանքում եւ բիզնեսը, այսպես ասած, քիչ կտուժի։ Այո, տեղում կանգ չի առնի, տեղում կանգ չի առնի, այո։ Տենդենսը կա, ինչ խոսք, բայց դեռ ունենք զարգանալու տեղ, աճելու, նորությունները ընկալելու տեղ։ Եվ մենք որպես change consulting ընկերություն աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հիմնականում բոլոր նոր տենդենսները ներգրավում ենք դեպի մեր ընկերություն։ Այդ դրան է ես ուզում եւ ընկերության համար, այո, եւ մարդակենտրոնության մասով։ Արհեստական բանականության դերը եւ ընդհանրապես գործիքները որքանով են կիրառելի ձեր ծրագրերում, դասընթացներում, որքանով են ներդրված։ Արհեստական բանականության դերը, իհարկե արհեստական բանականությունը մեզ շատ օգնում է, բայց մեր մասնագետները արդեն այնքան հմուտ, տեղեկացված, խելացի, այսպես ասած, մենք միշտ ասում ենք սերտիֆիկացված, տվյալ ուղղությամբ մասնագիտացած մասնագետներ են, ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը իրենց զուտ որպես ագենտներ հանդես եկող հատված են լինելու, իսկ մնացած գիտելիքային առումով իրենք բավականին փորձառու են։ Այս պահին ինչ ծրագրեր եք իրականացնում, կան հստակ ժամանակահատվածներ, օրինակ այս ամսվա ընթացքում միայն այս ծրագրերն են, հաջորդ ամիս սա իրականացում, թե ըստ պահանջի, այսինքն դիմողների քանակը երբ օրինակ լրացավ, արդեն դուք սկսում եք տվյալ դասընթացը։ Մենք երկու, այսպես ասած, ուղղվածություն ունենք դասընթացների մասով։ Դասընթացները ունենում ենք եւ ընկերության ներսում, կորպորատիվ տարբերակով եւ ունենում ենք բաց դասընթացները այս պահի դրությամբ մայիս ամսվա արդեն ունենք նախատեսված, եթե կարող եմ նշել դրանցից մեկը փոփոխությունների կառավարման դասընթացն է, իմիջիայլոց 21 ժամ պահանջվող դասընթաց է, որը նախատեսված է քննության հանձնելու համար եւ մյուս կողմից արդեն գիտելիքներ ձեռք բերելու համար, եթե անձը ուզում է զուտ ուղղակի փոփոխությունների կառավարման վերաբերյալ գիտելիք ստանա, մասնակցում է դասընթացին, եթե ուզում է նաեւ գնալ դեպի սերտիֆիկացման, դիմում է եւ մասնակցում է այդ դասընթացին։ Մեկը դա է, իսկ մյուսը հաճախորդների փորձառության վերաբերյալ է, իմիջիայլոց, ինչպես նշեցի, մենք ունենում ենք նաև դասընթացավարներ, ովքեր որ Հայաստանում են եղել, բայց ինչ պատճառներով տեղափոխվել են արտերկիր եւ իրենց այստեղի եւ այնտեղի փորձառությունը համադրելով, այո, գալիս են Հայաստան եւ իրենց փորձը փոխանցում են մեր ընկերություններին եւ շատ ուրախ ենք, որ այս հնարավորությունն ենք ունենալու հաճախորդների փորձառության հետ կապված նոր մոտեցումներով դասընթաց իրականացնել եւ իհարկե կարող են մասնակցել ոչ միայն առաջամարտիկները, այլ նաեւ ընկերությունների այդ բաժինը համակարգողները եւ ղեկավարները նույնիսկ, որպիսի կարողանան իրենց համադրել եւ ամեն դեպքում հաճախորդ բոլորն են սպասարկում, միայն այդ առաջամարտիկները չեն, չէ՞ որ սպասարկում են։ Հաջորդը Rom Business School-ի մեր դասընթացն է, հունիսի 8-ին է սկիզբը։ Իմիջիայլոց մեզ կարող են հետևել Facebook-յան էջում, LinkedIn-յան էջում, Instagram-յան էջում, շատ ակտիվ ենք այնտեղ եւ մեր բոլոր նորությունները այնտեղ են, ինչպես նաեւ մեր հեռախոսահամարը կա այնտեղ, որտեղից որ մեր աշխատակիցը կպատասխանի բոլոր հարցերին մանրամասնորեն։ Քանի որ նոր համագործակցություն ունենք, արդեն դրա մասին խոսեցինք Rom Business School-ի հետ, այ հետաքրքիր է դրսի շուկայում ինչպես է այս փոփոխությունների կառավարման process-ը իրականացվում, մենք որքանով ենք համահունչ քայլում աշխարհի տենդենսներին, կուզեմ այդ մասով էլ կիսվեք։ Իրականում նայեք փոփոխությունների կառավարում
տերմինը վաղուց կա, բայց որպես այդպիսին, որ ինքը ստանդարտների է, արդեն մոտավորապես 2014 թվականից է եղել, որ ստանդարտների է վերածվել։ Եվ մեզ մոտ Հայաստանում մենք խոսում ենք դրանից, ես ինքս եթե կարող եմ նշել, 3 տարի, որ ավելի մասնագիտացել եմ, ավելի խոսում եմ, խորքային գիտելիքներ եմ ստանում, իսկ դրսի շուկայում դա շատ ընդունված մասնագիտություն է եւ արդեն այն տենդենսը կա դեպի դրան ավելի զարգացնելու։ Նայեք Հայաստանում դեռ ես չգիտեմ ընկերություն կամ եթե կա միգուցե ես դեռ տեղյակ չեմ, որտեղ կա փոփոխությունների կառավարման մասնագետ։ Փոփոխությունները տեղի ունենում են, փոփոխությունները իրականացվում է, ինչպես է տեղի ունենում։ Ընկերության ղեկավարը կարող է գալ ասել, որ դու այս process-ի մեջ ես լինելու։ Ճիշտ եմ հասկանում, որ դա միշտ դրվում է իջարների ուսերին։ Հա, միգուցե, միշտ չէ, բայց այդ պահին ում որ ավելի ղեկավարը, այսպես ասած, վստահություն է, հա, ունենում ինչ որ չափով կամ մտածում է, որ կկարողանա այդ պրոյեկտը իրականացնել։ Ինքը պրոյեկտային, հա, տարբերակով է լինում։ Իսկ արդեն դրսի շուկայում որպես այդպեսին կա փոփոխությունների կառավարման բաժին, կա փոփոխությունների կառավարման մասնագետ, ով իրականացնում է այդ բոլոր փոփոխությունը բեռը արդեն ընկնում է բաժնի վրա։ Ինչպես գիտեք, project management-ն էլ կա, հա, իհարկե հիմա արդեն կա տենդենսներ Հայաստանում, որ ընկերությունները ունենում են project management office եւ աշխատակից եւ բաժին։ Նույնը գնում է դեպի change management-ի մասով, որ ունենանք change management-ի բաժին, ունենանք մասնագետ եւ կարողանա այդ մասնագետը նպատակները A to Z իրականացնել։ Այ ձեզ նման ընկերություններ Հայաստանում շատ կան, ես այդքան ինֆորմացված չեմ, եւ եթե կան համագործակցություններ ունեք։ Հստակ change management-ի ուղղվածությամբ ընկերություն չեմ նկատել, բայց ընկերություններ կան, ովքեր որ իրականացնում են իջար խորհրդատվական մասով, հա, project management-ի խորհրդատվական մասով, զուգահեռ, հա, իրենք էլ հա փոփոխություն են համարվում, բայց հենց ստույգ որ փոփոխությունների կառավարման հիմնական գործառույթներն է իրականացվում, համեստորեն պետք է նշեմ, որ այո, եզակի ենք։ Շատ լավ, հավելելու որևէ բան ունեք, մենք զրույցը արդեն փորձենք ամփոփել։ Ուզում եմ հավելել, որ ընկերություններում ռազմավարությունը թղթի վրա է, իսկ փոփոխությունը մարդկանց ուղեղում եւ եթե մենք ուզում ենք արդյունք, ապա պետք է մենք փոփոխություն իրականացնենք։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ հետաքրքիր եւ արդյունավետ հարցազրույց ունեցանք։ Հուսանք, որ մեզ լսողներին եւ դիտողներին օգնած կլինենք, ձեզ կդիմեն, կաջակցեք, համագործակցություններ կլինեն։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ թարմ ուղեղով իմ զրուցակից Հաննա Գրիգորյանն էր, Change Consulting ընկերության հիմնադիր տնօրենը։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։